I don't speak Italian. English. I'm talking English, but after the interview. For a few minutes, 2 minutes only. Which part of Italy you are from? Which part of Italy? Che parte? Sud Italy. Puglia. Welcome. Thank you. Պատրաստ եմ կարող սկսել։ Այսօրվա ձեր գալը կարելի է ասել, որ մեկ քայլել էր առաջ այս չարիքի իշխանությանը ապավելու Հայ, ինայք ինձ համար շատ կարևոր, ոգևոր, ընկալումով, ապրումով, ժամ և օր և այցելությունը մայրաթոր և մայր տաճար Սուրբ Պատարագին առաջին հերթին ինձ համար վերականգնվելու ինքնաճանաչողության դարձյալ ևս մեկ անգամ ինքնակնություն անելու և նաև մեր այս հազարավոր և հարյուրավոր ժողովրդին սիրելիներին տեսնելու հանդիպելու այս սրբազան կամարներում մնացածը հետո Զգացողություններն ինչպիսին են մեկ տարի անց։ Հենց զգացողության մասին հարց է տալիս ուզվում է։ Սա մայր աթոռը իմ հոգևոր ծննդավայրն է։ Ես այս խորանից եմ ծնվել։ Այն շենքում եմ ուսանել ջեմարանել։ Ամեն քայլափոխ այստեղ, ամեն տեղ իմ և իմ ընկերների հոգևոր եղբայրների ոչ միայն ոտնահետքերի, այլև քրտինքի վայրն է։ Ուսանելու, երազների, ապրումների, մտածումների։ Ես մեկ տարվա կարելի է ասել բացակայությունը ֆիզիկական ինձ շատ երկար ժամանակ է տվել։ Շատ երկար, անտանելի երկար։ Եվ հիմա պարզապես ինչպես ասեցի ինձ համար վերականգնվելու բոլոր առումներով։ Ոգևոր զինվածությամբ, ինչպես առաքյալն ասում է, այդ վահանը և սպառազինությունը հագնելու, ոգի սուսերը ունենալու, հավատքի սաղավարտը կրելու, վահանը կրելու, և այսպես։ Եվ շատ ուրախ եմ նաև, որ հատկապես շատ սիրելի մարդկանց եմ հանդիպում։ Այս ամբողջ ճանապարհի ընթացքում մեծ գնահատանքով եմ զբաղվել։ Այս ողջ ժամանակ աղոթների համար, ջերմ աջակցության համար, իրենց խոսքի համար, մաղթանքների համար և թե հատկապես նաև այսօր այսպես իրենց սերը արտահայտելու համար։ Իմ սերը շատ փոքր է իրենց հանդեպ։ Եվ ես մաղթում եմ, որ այն զգացումներով ինչպես իրենք այստեղ են և մենք միասին այստեղ ենք, այս զգացումները կյանքում շատ ծավալվում են, տարածվում, հասնում մեր երկրի տարբեր անկյուններ, որպեսզի մեր կյանքից վերանա և թշնամությունը, և ատելությունը, և հաշտությունը թագավորի մեր երկրում, որպես արկունակի գրավատու։ Սրբազան ձեր հոգևոր եղբայրներից գուցե շատերին այսօր առաջին անգամ եք տեսնելու մեկ տարի անց, ինչի մասին եք խոսելու։ Համբուրելու եմ իրենց Քրիստոսի ողջույն եմ տալու իրենց։ Գիտեք, շատ հաճախ խոսքերը նույնիսկ արժեք չունեն, շատ հաճախ։ Լռությունը իր բովանդակությամբ ավելի շատ բան է ասում, քան թե որևէ խոսք։ Խոսքը երբեմն նաև գալիս է աղճատելու, այսպես տարանջատելու, բաժանելու։ Ես ավելի շատ կնախընտրեմ և այդպես էլ կլինի, կնախընտրեմ ջերմ ողջագուրում ունենալ և սրտից սիրտս գալ, աչքից աչք ապրել, այդ զգացումով։ Միևնույնն է, պատարագից հետո շտապով պետք է վերադառնամ իմ հանգրվանը, ազատության, տնային ազատություն։ Հետևաբար գուցե նաև շատ առիթ է չունենամ խոսելու։ Կարծում եմ խոսքի անհրաժեշտություն չկա, սերը այդ խոսքերից ավելի վեր է։
եւ եղբայրության, հավատարմության, նվիրումի զգացումը առանց խոսքի ամբողջությամբ արտահայտել է։ Ասում ձեր կրծքի քարտեզներ մեզ չեք։ Մեկնաբանում սա իմ Հայաստանն է, որը թե իմ կյանքում, թե իմ մտքում, թե ապրումների երազների մեջ եւ ձգտումների ու տեսիլքների մեջ իրական Հայաստանն է։ Այնտեղ, որտեղ ծնվել է մեր ազգը, ծագել է մեր ազգը եւ յուրաքանչյուր, ինչպես ասել եմ, յուրաքանչյուր միլիմետրը իմ սրբազան երկրի, սրբազան Հայաստանի մեզ համար գերագույն արժեք է, որովհետեւ այնտեղ մեր նահատակներն են, մեր ծնունդն է, մեր ապրումներն են, մեր զգացումներն են, մեր գերությունը, նաև մեր ազատությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։